բնույթի մեղադրանքներով հիմնավոր կասկածը եւ փաստացի 1 ամիս կալանքի փոխարեն 2 ամիս հարգելի հետևորդներ քիչ հետո կշարունակեմ հայտարարությունը ինչու ըստ ձեզ ինչ էր արել Կարապետյանը Սա նորություն չի Զարա ջան ոչ մի նոր բան չի կատարվում եւ ոչինչ աներևույթ չի եթե չլիներ Սամվել Կարապետյանը Երևի թշնամին ուրիշ Սամվել Կարապետյան կգտներ։ Ուղղակի այդ ընթացքում Սամվել Կարապետյանը, եթե հիշում եք, մարդը ինչ ասեց, ասեց կուսակցությունները թող զբաղվեն։ Եթե իրանք չեն զբաղվում, մենք մեր ձևով կմասնակցենք։ Տեսեք, 2:30 վայրկյանի համար մարդուն բռնեց կալանավորեց։ Ես հաշվեմ, որ Սամվել Կարապետյանը փաստորեն Նիկոլ Փաշինյանին անունը սկիչ տվեց։ Ոչ մի անգամ չդիմեց իրան։ Ես նայում եմ, որ նա դիմեց ուղղակի կուսակցություններին։ Ամեն հայ մարդ էլ կարող է այդ ձևի ասել, արտահայտվել։ Բայց արիտես, որ նրան առիթ էր պետք Սամվել Կարապետյանին ձերբակալելու համար։ Երևի թե սա հին պլան էր, մշակած պլան էր, առիթ էր հենց թեկուզ հեծը գրավելու համար։ Ինչու հեծը ում է պետք այսպես ասած Երևի մեր թշնամիներին, ուրիշ ոչ։ Սա Հայաստանի կործանման ճանապարհն է, որը ինքը շարունակում է եւ տարբեր փուլերում տարբեր ձևի է։ Օրինակ եկեղեցու դեմ որ հարձակվեց ինչ է, դա հանրապետության պետության հիմքերից մեկը քանդելու ուղղակի ճանապարհ էր եւ որպեսզի ինքը ավելի մոտենա այդ հարցին, առիթը օգտագործեց։ Հիմա օրինակ Սամվել Կարապետյանը էլ եմ ասում, տեսեք, չդիմեց իրան, ոչ մի հարցով բան չի արել։ Մարդը ուղղակի որպես հայ մարդ ասեց, որ մենք մեր ձևով Դե տեսեք, ես ուրիշ ձև եմ մտածում, ասում եմ, նա դիմեց կուսակցություններին, հետո ասեց մենք մեր ձևով։ Այդ մարդու ձևը ո՞րն էր։ Բիզնեսմեն մարդ էր, ինքը իր բանակցություններով, չգիտեմ, խոսելով, առաջարկներով իր կյանքում այտենց առաջնորդվել։ Եվ դա հասկացա ես, որ ինքը մեր ձևով ասում էր Նիկոլ Փաշինյանը նա էլ էր զրուցել, չէ, հիշում եք բանակցություններ ասել էր որ նոր եկավ կառավարության Նիկոլ Փաշինյանը, նա երևի առաջարկեց, որ եկեք մեր ձևով մենք լուծենք փոքր հանրապետությունը հարցերը լուծենք, բայց չէ, ինքը գնաց այն բանին, որպեսզի կործանի եւ եթե հիշում եք Սամվել Կարապետյանը ինքը ասեց թքած, ասեց հեծի վրա։ Ինձ այդ պետք չի։ Մարդը ուղղակի առաջարկում էր եւ նա ինչ էր առաջարկում, ասում էր Նիկոլ, արի նստենք, բանակցենք։ Բանակցությունների ժամանակ երևի թե եթե չստացվեր, կարող է վերջում փողել առաջարկեր Նիկոլին իմանալը, որ նա վերցնելու է, ասել, ինչքան ես ուզում, տամ այդ փողը թող գնա այստեղից։ Բայց չէ, նա օգտագործեց առիթը եւ Սամվել Կարապետյանին ձերբակալեց։ Հիմա օրինակ փաստաբանները չեմ հասկանում, հա, բան են անում կուսակցություններն էլ, գցում են Սամվել Կարապետյանի վրա, բայց այդ մարդը չի դիմել Նիկոլին, պետության համար բան չի արել, կուսակցություններն է դիմել, կուսակցությունները ոնց որ առիթից օգտվեն, գցեն Սամվել Կարապետյանի վրա։ Ելքը ինչպես եք տեսնում այս իրավիճակից։ Ելքը միասնությունն է։ Հիմնական ելքը միասնություն։ Այ կուսակցությունները ասենց երեկվա Էջմիածնի դեպքերը ընտրությունները ապացուցեց, որ եթե իրական միասնություն չլինի, ոչ մի բան չի լինի։ Այնպես չի, որ մենք չէինք զգուշացրել։ Դե 21 թվից ես զգուշացրեցի, ասի սա միասնություն չի, տվեք, որ Ռոբերտ Քոչարյանը 2 տարի բանտում մնալուց հետո թշնամին նրան բաց թողեց, 9-0 հաշվով սահմանադրական դատարանը արդարացրեց, ասեցի տվեք, սա ծուղակ է, չի կարելի գնալ այդ բանին, բայց մյուս կողմից էլ արդարացնում եմ, հենց իրավիճակ էր, որ ում մտով կանցներ, որ այդքան պատերազմից հետո, այդքան կոտորածից հետո, այդքան ավերից հետո ժողովուրդը հանգարց Նիկոլին ձայն կտա եւ նրանք գնացին այն բանի, որ առիթ է, բերեք օգտագործենք, իշխանությունա վերցնենք։ Դա էր հիմնական, բայց բանից պարզվում որ դա սխալ է։ Էջմիածն էլ տեխնացուներից 1-2-ին ասեցի ես, ասեցի տղաներ, եկեք միացեք, մինչեւ ընտրություններին մասնակցել եմ, մտեք մի սենյակ, մեկին դեմ տվեք ժողովրդին։ Մեկը մեկի դեմ գնացեք, արի տես, որ չգնացին այդ բանին և արդյունքը սա պտի լինի, ես հետ էր։